1945 թվականի մայիսի 8-ին պատերազմը ավարտվեց Եվրոպայում։ Դա պետք է մենք նշենք։ Եվրոպայում պատերազմը ավարտվեց, բայց երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ չէր ավարտվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվել է 1945 թվականի օգոստոսին, Ճապոնիայի պարտությունից հետո։ Դրա համար մեր մոտ մի քիչ պարզեցված եւ ասենք Ժդանովյան տարբերակն է։ Ամսի 8-ը թե ամսի 9 հայրենական թե համաշխարհային եւ այլն։ Հիմա ես ուզում եմ ասել, որ այսօր այդպես է։ Եվրոպայում ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչ այսօր այդ օրը նշում են, որ պատերազմը Եվրոպայում ավարտվեց։ Ուրեմն պատերազմը ավարտվեց, հաղթողները երկրորդ համաշխարհային պատերազմում Եվրոպայում հաղթողները այդ օրը նշում են, որպես իրենց հաղթանակի օր։ Հիմա մենք հաղթողների մեջ ենք եղել որպես հայություն։ Մենք պետություն չենք ունեցել։ Սովետական միությունը նույնիսկ իդեպ այն ժամանակ, օրինակ գերմանական կողմից SSR չի գրանցվել, գրանցվել է Ռուսաստան։ Ընդհանրապես համարվել է Ռուսաստան, այսինքն օգտագործվել է երկրի իսկական անունը, ոչ թե մականունը։ SSR-ը դա մականուն էր։ Իրենք այդպես էին համարում։ Ինքնանվան տեսակներից մեկն էր։ Ուրեմն հաղթողները Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողները որևէ ձևով նշում են այդ օրը իրենց երկրներում։ Ռուսաստանում էլ է դա նշվում։ Հաղթանակի օր։ Հայաստանը, արդեն սովետական Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավահաջորդ հայության կամ սովետական Հայաստանի պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի դեմ կռվող Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Նոր Զելանդիայից հայկական համայնքը մասնակցել է այդ պատերազմին, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանից, Սովետական միությունից հայկական համայնքը մասնակցել է պատերազմին եւ հաղթել է։ Հիմա դա մեկ, երկրորդը, որը ինտրիգը, ինչու՞մն է կայանում, դա հաղթողների տոնահանդես է ու հաղթող երկրորդ Ղարաբաղյան պատերազմում հաղթողները նույնպես դա նշում են։ Դրա մեջ խորհուրդ կա, որտեղ առաջի Ղարաբաղյան պատերազմը մենք էինք հաղթել, մենք էինք այդ տոնը նշում։ Մեզ համար եռատոն էր եւ երկրորդ համաշխարհային պատերազմում, հայրենական պատերազմում, Շուշի ազատագրում, Արցախյան պատերազմում հաղթանակ, Արցախը Հայաստան է, միացում, մենք մայիսին դա նշում էինք որպես հաղթող։ Այս անգամ մենք հաղթողների հետ չենք այդ պատերազմի առումով։ Ասենք մենք այնտեղ որպես ինչ ենք հրավիրված հաղթողները, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթողները նույնպես շքերթ են անցկացնելու եւ հետաքրքիր այդ ձեր կարճեմ ձեր հայտարարությունից, արտահայտությունից կարգավիճակը Նիկոլ Փաշինյանը շղթայակապ ցնցոտիներով զինվորական պատրաստված շորերով պետք է գնա այդ շքերթի առաջից կամ հետևից, կարգի հետևից մայիսյան երկրորդ Ղարաբաղյան պատերազմի հաղթողների կարգի հետևից է գնալու թե առաջից։ Կարգավիճակ ունի թե չէ, որտեղ եւ Ռուսաստանը մեղմ ասենք Շոյգոյի հայտարարությունով եւ Ղազախստանը, ընդհանրապես Միջին Ասիայի հանրապետությունները եւ Բելոռուսը եւ երկրորդ Ղարաբաղյան պատերազմում եղել են Ադրբեջանի դաշնակիցը, աջակիցը եւ հաղթողը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ է անելու այնտեղ։ Բալանսավորում է, ուրեմն 1945 թվականի մայիսի 8-ի 9-ի Բերլին մտած հայկական դիվիզիայի կողմից որպես հաղթող, իսկ 2020 թվականի
պատերազմում որպես պարտվող, բալանս է էլի, անես չլինի որ մեծամ, ես կարծում եմ, որ դրա մեջ կա եւ աբսուրդ եւ զավեշտ պայման դրել է, թե չէ, եթե ես գալիս եմ հայկական դրոշով, Թամանյան դիվիզիայի դրոշով, մի վաշտ այսօրվա հայկական բանակի անցնելու է Թամանյան դիվիզիայի դրոշով, պայման դրել է, թե չէ, ես օրինակ կարծում եմ, որ որպես զոհվածի իմ հարազատներից շատերը զոհվել են, մեր տղաները բոլորը զինապարտ են եղել, բանակից չեն խուսափել, պապս զոհվել է, հայրս վիրավորվել է 4 անգամ, ասենք ես հարց եմ տալ, բա մերոնք կռվել են, մեր տան հավաքվում էին այդ Ադնապալչյանի, հայկական դիվիզիայի վետերանները հավաքվում էին մինչև վերջերս, ու անեկդոտներ էին պատմում Բրանդենբուրգի բանի մասին, հիմա ինձ հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ես բերելու եմ Թամանյան դիվիզիայի դրոշով, որպես հաղթող անցնելու եմ այդ տեղով, ես էլ առաջից եմ գնալու, ես կուզենայի, ես այդպես եմ ընկալում, հապկը եղել է Ադրբեջանի դաշնակիցը, դաշնակիցը ոչ միայն աջակցությամբ, այլ նաև դասալքությամբ մեր կողմից, մենք հույս ենք ունեցել, մենք մեր թիկունքն ենք վստահել հապկին, 2020 թվականին մենք մեր թիկունքը վստահել ենք հապկին, ու մեզ թիկունքից խփել են, այսինքն դասալիք է, մենք չենք կարող որպես դասալքված, նորից եմ ասում, կարգի հետևից շղթայակապ քարշ եկող, բալանսիրովկա է, կրկնակի նվաստացման, որ նախ կանչեիք Բերլին, ես օրինակ կուզենամ Բերլինում նշել դա, մեր հաղթանակը Շուշիում էինք մենք նշում, Ստեփանակերտում, մերոնք Բերլինում նշել են իրենց հաղթանակը եւ 80 տարի առաջ, նշել են Դհոլ Զուրնով, Գրեթխենը հաց ա դրել իրենց առաջ, Ֆրաու Գրեթխենը հաց էր դնում, մերոնք այդպես էին ասում, Ֆրաու Գրեթխենը մեր հաց տվեց, հիմա Մոսկվայում կարգավիճակը նորից, հաճոյանալ ենք ուզեցել, ինչ ենք, յարլիկա պետք եղել մեզ, խանի յարլիկը վերցնենք, իշխանությունը շարունակվելու է, այսինքն քաղաքացիական պայմանագիրը գնացել է հնազանդության յարլիկ ստանա, այսինքն կարգավիճակը, այ կարգավիճակը որն է, ինչ որպես հաղթող գնայիք, ձեր թուրը հանեիք, ցույց տայիք, դրոշը Թամանյան դիվիզիայի թանգարանից վերցնեիք, իսկ հակառակ դեպքում եւ նվաստացուցիչ է, որ կանչում են, դու Երևանում արա, մենք ունենք տեղ, մերոնք հայկական դիվիզիայի 5 դիվիզիաներից մեկը 9000 հոգի, մինչև վերջի մարդը զոհվել է Ղրիմում, ինտերնացիոնալ դիվիզիա, լենականի դիվիզիա էր կոչվում, բա այդ հիշատակը չհարգենք, 9000 հոգի անհետ կորել է, չկա ոչ մի բան Ղրիմում, 42 թվականին, բա հարգեիք ստեղ, բա մեր բաժինը, բա շարասյունը, բա Ամերիկա հայերի աջակցությունը, մասնակցությունը ոնց ենք հարգելու մենք, Ֆրանսիա հայերի մասնակցությունը, Հունաստանի հայերի, Լիբանանի հայերի, Լիբանանը ֆրանսիական էր, ուզում ասել, որ մենք մեծ ռազմաճակատ ֆրոնտ ա եղել հայկական պատերազմի մասնակիցների, մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ մենք հաղթեցինք նացիզմին, հաղթողների հետ էինք, կարևոր է, ես դրա մեջ կարևորություն տեսնում եմ, որ մենք միայնակ չենք եղել, այդ միայնակության, դժբախտ միայնակությունը, գենոցիդ, ջարդեր, կոտորածներ, խլումներ, կորուստներ, բան, բայց սա մի պայծառ բան է, ջարդեցինք 11 միլիոն գերմանացի զինվորական է զոհվել, 5 են ասում, 4 են ասում, իրականում իրենց անուն, գերմանացիները պունկտուալ, կարգապահ են, անուն ազգանունով 11 միլիոն
գերմանացի զինվորական նաև Էլզաս Լոթարինգիայից, նաև Ավստրիայից, Շվեյցարիայից, ուզում ասել, որ այդպես մեծ միջոցառմանը մենք փառավոր մասնակցություն ենք ունեցել, մենք միայնակ չենք, մենք հաղթողների, մենք չարագործության դեմ հաղթողների հետ ենք, Երևանում նշենք